Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլուս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Երդասարտներու հետ շաբաթական հանդիպումից ժամանակ երդասարտները մեկ ինձ իսավ։ Հարբարթև ինչ պիտի լա անհավատներուն վիճակը։ Պիտի փրկվին թե ոչ։ Աստված արիտ պիտի դա անոնց թե ոչ։ Ես փոխանակ այդ հարցին պատասխանելու նախ ուզեցի պատասխանել ուրիշ կարևոր հարցիմը։ Ասի նախքան պատասխանելս թե անհավատներուն վիճակը ինչ պիտի լա, եկեք հարց տանք։ Քրիստոնյաներեն ովքեր պիտի փրկվին եւ ովքեր պիտի գործվին։ Զարմացած երդասարտները իրենց նայեցան։ Ասին բոլոր քրիստոնյաները պիտի չփրկվին։ Ասի դժբախտաբար ոչ, որովհետև Սուրբ Գիրքը հստակ կերպով գսե թե ովքեր պիտի չփրկվին եւ ովքեր պիտի փրկվին։ Առաջին Կորինթացիներու նամակի 6-րդ գլխու 9-10 համարներու մեջ ինչ կսե Պողոս առաքյալը։ Միթե չեք գիտեր, որ անիրավությունը նողները Աստծո արքայությունը պիտի չժարանքեն։ Դուք ցես չխափեք։ Անոնք որ բորոնգություն գնեն, կամ գրաբաշտեն, կամ շնացող, իքացիալ, այսինքն էկը էկ սիրող, արվակետ, արուն արու սիրող, քող, ակահ, քինեմոլ, փամփասող, կամ հապշտագող, Աստուծո արքայությունը պիտի չժարանքեն։ Նույնպես հայտնությունով անու քրքի 21-րդ գլխու 8-րդ համարի մեջ գսվի, բայց վախկոտներուն, անհավատներուն, բիղձերուն, մարդասպաններուն, բորնիկներուն, գախարտներուն, գրաբաշներուն եւ բոլոր սդախոսներուն բաժինը գրագով եւ ձծումփով այրող լիճն է, որ երկրորդ մահն է։ Ավասիկ սիրելիներ, եթե նույնիսկ մգրդված ենք, նույնիսկ քրիստոնյա ենք, բայց կշարունակենք այսպիսի մեղքերով ապրիլ, բղծություններով ապրիլ, փամփասելով, զրբարդելով, չարախոսելով, քողնալով, հարվածելով, գախարտներու այցելելով կամ գախարտություն ունելով, բորոնգանալով, շնանալով, իքացիալ կյանքով ապրելով, արվակետ ըլլալով, դղան դղայի հետ ապրելով, աղջիկա հետ ապրելով, մարդասպան ըլլալով, հոգևոր թուլությամբ ապրելով, վախկոտությամբ եւ ոչ թե քաջությամբ, այս բոլորը ընելով սիրելիներ, նույնիսկ քրիստոնյա գոչվողները մգրդվածներն անգամ երկինք պիտի չմտնեն։ Աստված սիրելիներ, այո, ողորմած է, բայց նաեւ Աստված արդար է։ Հարցը այն չէ, որ Աստված գուզե որ մենք փրկվենք, որովհետեւ պատասխանը անոր շատ հստակ է։ Այո։ Աստված գսե Եզեկիել մարգարեի Պերնով 18-րդ գլուխ 20-րդ համար եւ 32-րդ համար։ Միթե ես մեղավորին մահ եւ գորուստու գուզեմ, ոչ, անոր դարձի եւ փրկությունը գուզեմ։ Հետևաբար ինձի դարձեք, ինչու գործվիկ։ Կամ ինչպես որ Պետրոս առաքյալը գսե սիրելներ իր երկրորդ Պետրոսի նամակի 3-րդ գլխու 9-րդ համարի մեջ, թե դերը չուշացներ իր խոստումին կատարումը ինչպես ոմանք կգարձեն, այլ դերը բարձաբես համբերադարություն ցույց կտացեզի անտեպ, որովհետև չուզեր որ ովև մեկը գործվի, այլ գուզե որ բոլորն լավ աշխարհելու արիթ ունտան։ Հետևաբար հարցը այն չէ որ Աստված գուզե մեզ փրկել, որովհետև ինչպես ասի պատասխանը այո է։ Հարցը հետևյալն է. մենք գուզենք փրկվել։ Աստված չի բարդացրել մեզի փրկությունը, Աստված կհրավիրե մեզի սիրելներ։ Եվ այս խոսքերը Զորսկարտացի առաջին Կորինթացիներու նամակի 6-րդ գլխու 9-10 համարները եւ հայտնությունով անու 21-րդ գլխու 8-րդ համարները, ուր հստակ ցանկը գա թե ովքեր պիտի չմտնեն երկնքի արքայություն, սիրելներ բարձրապես աստարարություն չեն, այլ արտության գոչ են բոլորիս։ Որովհետև հույս կա սիրելներ բոլորիս փրկվելու։ Եվ գիտեք ադիգա ինչպես է։
երբ մենք գխոնանենք Հիսուս Քրիստոսի դիմաց, գզղճանք մեր ռածին համար, գաբաշխարենք, գսրբվենք, գմակրվենք եւ այդ ժամանակ գարտարանանք Հիսուսի խաչին վրա թափած արյունով։ Ինչպես որ Դարձյալ այս առաջին Կորինթացիներուն ամագի 6-րդ գլխու այս անգամ 11-րդ համարի մեջ կսե. Եթե զմե ոմանք այդպիսին չէին, բայց ծեր մեղքերեն լվացվեցաք, սրբվեցաք, արտարացաք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստուծո հոգիի միջոցով։ Ահա դեր Աստված սիրելներ իր որդին արյունով մեզ լվաց, մաքրեց եւ իր Սուրբ Հոգին ղրգեց, որովհետեւ մեզ առաջնորդե դեպի փրկություն։ Բայց եթե մենք ինչպես որ խոզը գրգին անգամ իդ ցեխին գտարնա, կամ ինչպես շունը իր փսխածին գտարնա, Հիսուսին բարերն են ասոնք։ Եթե մենք ալ այդպիսի կյանքով ապրենք, իդ դառնանք մեր մեղքերուն, իդ դառնանք մեր բղծություններուն, իդ դառնանք գրաբաշտ, լքելով Աստված, կամ անդարբեր քրիստոնյա լանք եւ սկսենք հետևիլ թերասամներու, մարզիկներու, կամ ո՞յ մեկ տեսակ մարդոց, կամ նույնիսկ թրամի, կամ այսօր կամ այդ օր, անիկա գրաբաշտության ծև է, ուրեմն մենք արժանի չենք երկնքի արքայություն մտնելու։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, նախքան մտածելը թե ինչ պիտի լա անհավատներու վիճակը, մտածենք որ ինչ պիտի լա մեր վիճակը։ Եթե մենք իսկապես կարողանանք Աստուծո խոսքին համաձայն ապրիլ, այդ ժամանակ նաև գործադրենք Հիսուսի խոսքը, որ ասավ. «Կացեք եւ բոլոր ժողովուրդները ինձ աշակերտ դարձուցեք»։ Այդ ժամանակ մենք կսկսենք մեր կյանքով, վարքով, ապրելակերպով եւ խոսքերով վկայել Քրիստոսի մասին եւ ուրիշներալ փերել Հիսուսի խաչին դիմաց, որբեսի Հիսուսը ճանչնան, դերը ճանչնան եւ իրենք ալ բրգվին։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, եկեք սրբությամբ ապրենք։ Եկեք սիրելիներ, Քրիստոսի մեզի համար իր թափած արյունը ոտքի տակ չտանք։ Թեթևի չառնենք մեր քրիստոնեական կյանքը։ Չգարձենք, որ քրիստոնյա ենք եւ վերջ ուրեմն պիտի փրկվենք։ Այլ դերը գուզե որ մենք մեր դունը ժայռի վրա շինենք, ինչպես Մատթեոս Ավետարանի 7-րդ գլխու վերջավորության դերը գսե, որբեսի փոթորիկներ եւ կյանքի կան չկարողանան քանթել մեր դունը եւ մենք կարողանանք հավիտենական կյանքը ժառանգել։ Անուրեմն եղբայրներ եւ քույրեր, եկեք հրաժարինք ամեն տեսակ մեղքերը։ Չգարձենք, որ միան արվակետները եւ ուրեմն անոնք որոնք իքացիալ են, անոնք պիտի գործվին, ոչ։ Նույնքան եւ մեղավոր ենք, երբ փամփասանքի մեջ ենք, երբ զրբարտության մեջ ենք, չարախոսության մեջ ենք, երբ գախարտության մեջ ենք, երբ լեզվով մարդ կսպանենք, որովհետև զենքով չէ որ մարդ կսպանենք միան, այլ լեզվով ալ կսպանենք, որովհետև ամենեն ահավոր սուրը մեր լեզուն է։ Հետևաբար եկեք խոնարեցնենք մեր անձերը, խոստովանենք մեր մեղքերը, որովհետեւ արժանի ելանք Քրիստոսի արյան ներման եւ հավիտենական կյանքին։ Աստված ցեզ արադավես տողորտն է, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։